մի տարի առաջ հիմնադրեցինք մեր ձևաշարժումը, ունեինք ընդամենը մի քանի տարի։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով հայտնել է, որ ուրբաթ ժամը 13-ին հանդիպելու են իրենց ուժին ձայն տված մարդկանց հետ Տաշիր արենայում։ 2 օրից ուրբաթ օրը ժամը 1-ին ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժի համար ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք։ Չվերցնել մանդատն է ճիշտ, թե վերցնել։ Ճանապարհները, պայքարի ճանապարհների քննարկումը իհարկե օրենքի շրջանակներում եւ դրանից հետո էլ կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ, շատ հախուռն եւ հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխան եւ տեղեկատվական առումով նաեւ որակյալ եւ դրանից հետո ես եւ մեր ընկերները կշարժվենք համանդրական դատարան, որպեսզի պաշտպանենք, քանի որ այդ օրը նիստ է լինելու ընտրությունների կեղծիքների դեմ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վենեսուելայում։ Մայրաքաղաք Կարակասում ուժգնությունը կազմել է 7.1 բալ։ Փլուզվել են բազմաթիվ շենքեր։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրաշարժի նախնական ուժգնությունը կազմել է 7.5 մագնիտուդ։ Այն տեղի է ունեցել տարածքում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով նախացնցումից ընդամենը 40 վայրկյան անց։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը արտակարգ դրություն է հայտարարել։ Կարակասի Մայկետիա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ենթակառուցվածքների լուրջ վնասման, տերմինալի տանիքի մասնակի փլուզման եւ հոսանքազրկման պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստ լինել արագ արձագանքելու երկրաշարժի հետևանքներին։ Մեջբերում 2 հզոր երկրաշարժ հենց նոր հարվածեցին Վենեսուելայի մեծ ժողովրդին։ Երկուսն էլ լայնածավալ են եւ հանգեցրել են մեծ թվով զոհերի։ ԱՄՆ-ն պատրաստ է եւ ցանկանում է օգնել։ Ես հանձնարարել եմ մեր կառավարության բոլոր ծառայություններին պատրաստ լինել արագ գործելու, գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը կկանգնի նոր եւ մեծ բարեկամների կողքին, հավելելով, որ աղետի հետևանքների մասին ստացվող տեղեկությունները մտահոգիչ են։ Hay bastante humo, ¿verdad? Ճապոնիայում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով վիրավորվել է 4 մարդ, փլուզվել բազմաթիվ շենքեր։ Էպիկենտրոնը եղել է Հաշիկամի քաղաքը, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 բալ։ Ցունամիի մասին նախազգուշացում դեռ չի տրվել։ Թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաք Տոկիոյում։ Ցախալը չի հեռանա հարավային Լիբանանից, նույնիսկ եթե դա պահանջի, ԱՄՆ-ն հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Այնուհանդերձ Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը քննարկել են պիլոտային ծրագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում հարավային որոշ գոտիներից եւ դրանց փոխանցում լիբանանյան բանակին։ Այդ տարածքները պետք է լինեն լիովին ազատ Հեզբոլահից եւ գտնվեն ամերիկա-իսրայելական խիստ հսկողության տակ։ Ծրագրին մասնակցող լիբանանցի զինվորականները հատուկ ստուգում եւ վերապատրաստում են անցնելու ԱՄՆ-ում։ Իսրայելը շեշտել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև անվտանգության երաշխիքների կատարումը եւ իրեն կպահպանեն գործելու ազատությունը նույնիսկ այնտեղ, ուր կմտնի Լիբանանի բանակը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ ունեցած նոր պայմանավորվածության մասին։ Թեհրանը հավաստիացրել է Վաշինգտոնին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից որևէ տուրք կամ վճար չի գանձում։ Այս պնդումով Իրանը հերքել է միջազգային նավագնացությունից ապահովագրական գումարներ ստանալու վերաբերյալ տարածված լուրերը։ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է անհապաղ դադարեցնել բանակցությունները, եթե այս տեղեկությունը պարզվի, որ կեղծ է։ Այդուհանդերձ նման հավաստիացումների իսկությունը ստուգելու մեխանիզմները դեռևս մնում են անհայտ ու կասկածելի։ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև առկա լարվածության գլխավոր առարկան։ Reuters գործակալության տվյալներով Վաշինգտոնի ու Թեհրանի նոր պայմանավորվածությունների գլխավոր թիրախն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքական կերպարն է։ Տասնամյակներ շարունակ նա իր հեղինակությունը կառուցել է ամերիկյան նախագահների որոշումների վրա ազդելու եւ Իրանի դեմ միասնական ռազմավարություն պահելու կարողության շուրջ։ Սակայն ներկայումս Միացյալ Նահանգներն ուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետ, աստիճանաբար նվազեցնելով Իսրայելի դերակատարումն առանցքային հարցերում։ Նախկինում ամերիկյան քաղաքականությունն ուղղորդելու բացառիկ ձիրք ունեցող համար
կատարվող առաջնորդն այսօր ստիպված է ոչ թե թելադրել սեփական օրակարգը, այլ պարզապես հարմարվել Սպիտակ տան որդեգրած գծին։ Իսրայելցի վերլուծաբանները փաստում են, որ վարչապետը հայտնվել է լարվածության թուլացման ձգտող Վաշինգտոնի եւ զիջումները մերժող ներքին ուժերի ակցիանի մեջ։ Իրանի թուլացման եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր հավակնոտ ծրագրերն այդպես էլ մնացել են թղթի վրա։ Այսպիսով ամերիկա-իրանական գործարքը փաստացի խալխլում է Նեթանյահուի որպես Իսրայելի անվտանգության անփոխարինելի երաշխավորի երկարամյա առասպելը։ ԱՄՆ-ի եւ Իրանի փորձագիտական խմբերը հունիսի 30-ին կվերսկսեն բանակցությունները երկկողմ փոխըմբռնման ուժագրի շուրջ։ Այս տեղեկությունը հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Հանդիպումը հաջորդել է հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացած բարձր մակարդակի խորհրդակցություններին։ Ամերիկյան կողմը ներկայացնում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ու Աբբաս Արաղչին։ Պակիստանն ու Կատարը ստանձնել են միջնորդի դեր, փորձելով մերձեցնել երկու երկրների դիրքորոշումները։ Բանակցությունների անցկացման ստույգ վայրը դեռևս անհայտ է։ Այդուհանդերձ կողմերի միջև առկա խորը հակասությունները կասկածի տակ են դնում այդ գործընթացի իրական արդյունավետությունը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը խորհրդարանում հայտարարել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության լուծարման գործընթացն արագացնող օրենսդրական փաթեթի մշակման մասին։ Այս քայլը հաջորդում է խմբավորման դեռևս 2025 թվականի մայիսին զենքը վայր դնելու եւ ցրվելու մասին որոշմանը։ Չնայած Անկարան նոր իրավական դաշտի ստեղծման մասին խոստացել էր դեռ անցյալ նոյեմբերին, քրդամետ գործիչները կառավարությանը մեղադրում են գործընթացը միտումնավոր ձգձգելու համար։ Խաղաղության հաստատման ջանքերը գրեթե կանգ էին առել Իրանում բռնկված պատերազմի եւ դրա հարուցած տարածաշրջանային անկայունության պատճառով։ Էրդողանն այժմ խոստանում է օրինագիծը խորհրդարանի օրակարգ ներառել առանց հապաղման, շեշտը դնելով պետական շահերի պահպանման վրա։ Ծրագրի առանցքային եւ վիճահարույց կետերից է նաեւ Սիրիա բնակ քուրդ զինյալների ներգրավումը Սիրիայի պետական կառույցներում։ Այդուհանդերձ տասնամյակներ տևած զինված պայքարի իրական հանգուցալուծման հեռանկարը դեռևս անորոշ է։ Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է Մոլդովայի հետ միավորվելու մասին օրինագիծը։ Այս նախաձեռնությունը պատկանում է SOS Ռումինիա խմբակցությանը, թեև երկրի կառավարությունն ու մասնագիտական հանձնաժողովները նախագծին դեմ են արտահայտվել։ Փաստաթուղթն անցել է լրելային հաստատման ընթացակարգով, քանի որ 45 օրվա ընթացքում լիագումար նիստում պարզապես չի քննարկվել կամ մերժվել։ Այժմ օրինագիծը փոխանցվել է խորհրդարանի վերին պալատ, Սենատ, որի որոշումն էլ կլինի վերջնական ու վճռորոշ։ Ծրագրի իրագործումը ենթադրում է պաշտոնական բանակցությունների մեկնարկ եւ միջազգային կառույցների, այդ թվում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության պաշտոնական իրազեկում։ Մոլդովայի բնակչության մեծամասնությունը սակայն դեմ է այս գործընթացին, ինչը հաստատում է վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալները։ Պետական կարգավիճակի ցանկացած փոփոխություն Մոլդովայում հնարավոր է բացառապես համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ինչը հարցականի տակ է դնում նման քաղաքական հայտարարությունների իրականացումը։